Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հրավերով հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով այցը պատմական է, Հայաստանի ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց կատարելու։ Ըստ նրա, Էրդողանի կողմից հրավերը եղել է երկկողմ ֆորմատով։ Թե ինչ է դա նշանակում, Սիմոնյանը չհստակեցրեց։ Փաշինյանի այցին ընդառաջ Ալիևը նույնպես մեկնում է Թուրքիա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ նա մասնակցելու է ադրբեջանական թաղամասի բացման։ Իսրայելի և Իրանի միջև ռազմական գործողությունների ռիսկերը գնահատել ենք առաջին իսկ րոպեից, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ազգային ժողովի նախագահը։ Նրա խոսքով ռիսկային է այն, որ պատերազմը կարող է երկար տևել և այլ բնույթի վերածվել։ Ազգային ժողովի խոսնակը այս համատեքստում դարձյալ շեշտել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին խոսակցություններ լինել չեն կարող։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը և չի շեղվի դրանցից, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջանում, եթե այն մեզ չպարտադրվի, ասել է Սոբհանին։ Հնդկաստանը Իրանից 110 քաղաքացիների է տարհանել Հայաստանի տարածքով։ Այս մասին լուրեր ԿՏԵՄ-ին հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Խոսնակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հարցը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կարող է արժանանալ Սադամ Հուսեյնի նման ճակատագրի։ Կացը հիշեցնելով Իսրայելի կողմից մեկ օր առաջ Թեհրանում Իրանի պետական հեռարձակողի գլխավոր գրասենյակին հարվածի մասին նշել է, որ կարող են թիրախավորվել նաև Իրանի քաղաքացիական ռեժիմի կառավարման այլ կառույցները։ Նա կոչ է արել Թեհրանի բնակիչներին լքել այդ տարածքները։ Ապարանում պտտահողմի հետևանքով վնասվել է շուրջ 140 բնակելի տուն և ավտոտնակ, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի և 17 կազմակերպությունների տանիք, 34 տրանսպորտային միջոց, մոտ 200 ծառ, 60 էլեկտրական սյուն, 50 փողոցային լուսավորության սյուն և 15 արևային կայան։ Փրկարարները կատարել են շենքշինությունների տանիքներից վտանգավոր կերպով կախված թիթեղների և կառուցատարերի ապամոնտաժում և հեռացում, ինչպես նաև վնասված ծառերի մասնատում և դուրսբերում։ Էլեկտրական ցանցի մասնագետների հետ համագործակցությամբ ապամոնտաժվել են վնասված էլեկտրասյուները։